Դասավանդիր հանուն Հայաստանի, դասավանդիր մեր երկրի գյուղերում, տուր բնակավայրին քո գիտելիքը եւ համարձակվիր փոխել։ Սյունիքի դպրոցներում այս ծրագրով 5 երիտասարդ է աշխատում։ Նրանք խիզախել են։ Կարգախոսը խիզախիրն է դասավանդիրի ու սկզբում ճիշտ ասած որ դիմում է ասում է հոլով ինչ պետք է լինի որ խիզախիր, բայց չէ որ խոշոր հաշվովներում ես թողնում ես ամեն ինչ ու գալիս ես դա իսկապես խիզախություն է պահանջում։ Բարձրագույն կրթությամբ երիտասարդներ, որոնք անկախ ընտրած մասնագիտությունից ունեն անսահման սեր դեպի մանկավարժությունը։ Նրանցից շատերը դասավանդելու առաջին իսկ ամիսներին հստակ որոշում են, ուզում են դպրոցում լինել։ Ամենայն հավանականությամբ, եթե շարունակեմ մանկավարժության ուղին եւ կրթության տեսանկյունից շարունակեմ, ապա երևի մանկավարժական գծով հոգեբան նման ինչ-որ ուղղություն կընտրեմ մագիստրատուրայի համար։ Այդպես ինձ դեռ մանկավարժ չեմ համարում։ Առաջին տեղում ես աշակերտների համար ավագ ընկեր եմ, հետո արդեն մնացածը, բայց դեռ մանկավարժական ինչ-որ բնավորության գծեր կամ ինչ-որ նման բան իմ մեջ չեմ նկատել, դեռ չեմ համարում այդպիսին ինձ։ Դասավանդիր հանուն Հայաստանի երիտասարդների համար ապահովում է բնակության պայմանները վարձակալության սկզբունքով։ Միշտ չէ, որ գյուղական բնակավայրերում հնարավոր է լինում գտնել հարմարավետ տներ, բայց Արմինե Խաչատրյանի բախտը բերել է։ Շինուհայրը մեծ ու շենք գյուղ է, որին հաստատ կարոտելու է։ Ոչ մի օր իրար նման չի, կապ չունի, թեկուզ ամեն օր նույն դասարան մտնես, ամեն օր նոր ինչ-որ պատմություն, նոր ինչ-որ իրավիճակ ու նոր ինչ-որ բան եւ սովորում ես եւ տալիս ես, ինձ թվում է տարբերվող առօրյային կկարոտեմ առաջին հերթին, բնականաբար մարդկանց կկարոտեմ, բնականաբար իմ ավագ գործընկերները ինձ տատիկական ջերմությամբ կամ մայրական ջերմությամբ են ինձ ընդունել, գուցե այդ ջերմությանը նույնպես կարոտեմ։ Փոքրամարմին Արմինեն սկզբում մտավախություն է ունեցել, որ հատկապես բարձր դասարաններում դասապրոցեսը ցանկալի ուղղությամբ չի կարողանա տանել, բայց շուտ է հասկացել, ուժեղ է սեփական մեղմությամբ։ Ոչ հայացք ունեմ ճիշտ ասած, շատ էլ որ ես վերջերս ինձ ասում եմ, որ ստեղծվում է արդեն այդ հայացքը, ոչ էլ ձայնի տոն ունեմ, որը կարող է այդպես վախեցնել կամ սաստելուն ինչ-որ ուժ տալ։ Հետևաբար աշխատում ենք շրջանցել այդ իրավիճակները ու փորձել ավելի մեղմ տարբերակով այդ ամենը անել։ Ռուսերենի դասերին մենք մտովի դուրս ենք գալիս դպրոցից, համայնքից, նույնիսկ երկրից։ Երեխաները մեծ ուշադրությամբ են լսում պատմություններ աշխարհի տարբեր ազգերի սովորույթների մասին։ Սա էլ նորատի ուսուցչի գաղտնիքներից է։ Արմինեն Աբովյանից է ծրագրի ավարտից հետո գնալու է հայրենի քաղաք, բայց վերադառնալ արդեն խոստացել է։ Ես ունեմ դասղեկական դասարան, անկախ նրանից, որ որոշ հարցերում մեր մտքերը այսպես տարբերվում են, որոշ հարցերում ես դեռ սովորում եմ իրենց հետ փոխհարաբերություններ կառուցել, դե իրենց անցումային շրջանն է, տարիքային առանձնահատկություններով պայմանավորված, անկախ ամեն ինչից ես արդեն իրենց հետ կապվել եմ եւ իրենց էլ եմ ասել արդեն, որ ես իրենց 9-րդ դասարանի վերջնական հանդեսին եմ գալու միջոցառմանը եւ 12-րդ դասարանին գոնե 2 անգամ ետ եմ գալու։ Շինուհայրի դպրոցը 377 աշակերտ ունի։ Այստեղ աղմկոտ է, 2 մասնաշենքը քանդել են նորը կառուցելու համար ու սովորողներին տեղավորել ինչպես կարողացել են, դասարանի վերածելով նույնիսկ ուսուցչանոցը։ Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրով բնակավայրում տարբեր տարիների 3 ուսուցիչ է աշխատել։ Ոչ միայն Արմինեն, այլ մեր նախորդ 2 ուսուցիչ առաջնորդները համայնքում թողել են իրենց շփվելու մշակույթը, որ բերել են համայնք նոր եւ երեխաների եւ ուսուցիչների եւ ծնողների եւ համայնքի հետ, այո, որից մենք եւս սովորելու շատ բան ունեինք, իրենց հետ տանում են երևի մեր սյունյաց այս մարդամոտությունը, չգիտեմ, երևի նաև մեր շփվելու կուլտուրան, մեր պարզությունը եւ ամեն ինչ միասին քննարկելու մշակույթը։ 2025 թվականին եռակողմ հուշագիր է կնքվել Դասավանդիր հանուն Հայաստանի ծրագրի ղեկավարների, Սյունիքի մարզպետի եւ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ հիմնադրամի տնօրենի միջև։ Սյունիք գործուղվող ուսուցիչների հավելավճարների եւ ծախսերի ֆինանսավորումը ստանձնել է հանքարդյունաբերական ձեռնարկությունը։ Տիգրանուհի Բադալյան, Ալեն Ծատերյան, Սյունիք լուրեր։